տրամաբանության մեջ է։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան, խնդրեմ։ Տիկին Վարդապետյան, մանրամասն զեկուցում հպարտանում եք, որ խափանամիջոց կալանքը քիչ է կիրառվել։ Քանի կոպեկի արժեք ունի ձեր հաշվետվությունը մենակ Դավիթ Մինասյանի կալանավորման ու խոշտանգման, կրկնում եմ, խոշտանգման, որտեղ բացառիկ դեպքերից մեկն է, որ նույնիսկ ծնողների տեսակցության թույլտվություն չկար։ Չեմ ուզում անձնական հարցով, որ Պատգամավորի անդրմխելիության իրավունքը ոտնահարվել էր, գողացվել էր քննչականի կողմից հեռախոսած ձեզ դիմել է ոչ մի բան չարեցի։ Բայց մի բան ինձ հետաքրքրում է, էլի ինչ խղճով եք եկել ազգային ժողով։ Անցած տարի դուք ստով, կեղծիքով մոլորեցրել եք բոլոր պատգամավորներին եւ կալանքի եք տարել մեր գործընկեր Սարգսյան Արտուրին։ Սուտ փաստեր եք հրապարակել, ասել եք ինչ-որ աստղիկներ կան, որ ագրիշկեքի անիվների տակ կա ծակեին, որը քրեական գործ է, հիմա դատնագրում չկա այդ փաստը, խոսում եք գյուլելու մասին, պարզվա, որ սուտ է, կեղծիք է, չկա նման բան, լրիվ մանիպուլացվել է։ Բագրատ Սրբազյանը մի քանի հարց ունի։ Առաջին, 25 թվականի հուլիսի 7-ին գլխավոր դատախազը խորհրդարանի ամբիոնից եւ ապա Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ ասել է, քննության մեջբերում շրջանակներում փորձաքննություններ իրականացում են, այդ թվում ձայնային համընկնումներ ստուգելու նպատակով։ Հարց, արդյոք այդ այսպես կոչված գաղտնալսումները փորձաքննության ենթարկվել են թե ոչ, արդյոք կարող եք ասել դրանք մոնտաժված են թե ոչ, քարոզչական նպատակներով կեղծված են թե ոչ։ Երկրորդ, ինչպես եք վերաբերում այն հանգամանքին, որ մեղադրական եզրակացության մեջ եւ դրանից դուրս գտնվող այսպես կոչված գաղտնալսումների շուրջ 50%-ի մասով գրված է չի լսվում, քանի որ որևէ մեկ կառույցի կողմից միջամտություն է եղել այն միտումնավոր ջնջելու, թե իսկապես չի լսվում։ Ինչին է վերաբերում հանրայդ 2 հոգու գյուլելու եւ 15 հոգու բան դնելու այդքան չարչարկած արտահայտությունը, արդյոք այն առնչություն ունի ձեր բնութագրած ահաբեկչության հետ, որն այնքան մեծ սիրով եւ ջանասիրությամբ դարձրեցիք որպես այս գործի առանցքը, որի մասին առանց վարանելու հանրայինով խոսել է նաեւ ձեր վարչապետը։ Հուսամ այս անգամ, ինչպես նշեցի, քաջություն կունենաք ուղիղ եւ հստակ պատասխանելու վերոնշյալ հարցերին եւ ինքներդ ձեր փորձեք ազատագրել կեղծիքի եւ ստի բեռնից։ Ամփոփեմ, եթե այս անգամ եւս հատուկ եւ ուղիղ բացատրություն չտրվի գլխավոր դատախազի հետո նաեւ քննչական կոմիտեի ղեկավարի կողմից, ապա վերստենք կհաստատենք, որ դուք պարզապես կեղծիք գործած զրպարտիչ հանցագործներ եք, որոնք պարզապես քաղաքական նպատակարարության եւ հրահանգավորման պատճառով 15 հոգու կյանքը պատիվն ու հեղինակություն եք ցանկացել վնասել, որն անշուշտ չի հաջողվել եւ չի հաջողվի։ Հայրենիքի կալանավոր Բագրատ arczepiskopos Գալստանյան։ Իդեպ տեղեկացնեմ, որ Սրբազանի փաստաբանը միջնորդել է դատարանին, որպես վկա, որ դուք եւս ներկայանաք դատարան։ Տիկին Մանուկյան, արդեն 4 րոպեն եք։ Դուք ասում եք գնահատականներ չեք տալիս։ Հա, դա օրենքով է։ Բայց որ գնահատական չեք տալիս ազգային ժողովի ամբիոնից, ո՞նց եք մոլորեցնում պատգամավորներին։ Խնդրեմ, Տիկին Վարդապետյան։ Հուսում եմ, պարոն Մանուկյան, ձեր օրակարգը կարողացաք իրականացնել այսօր եւ ձեր բոլոր վիրավորանքները, որ ձեր հարցի անվան տակ թաքցրել եք, ինձ համար բարձր նպատակը։ Դուք հիմա ուզում եք, որ ես մոտավորապես նույն ոճով պատասխանեմ ձեզ, օրինակ ոնց որ դուք եք ինձ վիրավորում, ես իջնեմ այդ մակարդակից սկսեմ վիրավորել ձեզ ու դառնա այն, ինչի մեջ երևի դուք շատ հմուտ եք։ Բայց ես այդպես բան չեմ արել ու չեմ անելու։ Մեղադրյալ Գալստանյանը իր հարցադրումները դատաքննության փուլում, եթե այդքան ուզում են, որ ապացույցները հետազոտվի, ուրեմն թող չխոչընդոտեն, անիմաստ միջնորդություններ չներկայացնեն դատարանին, թույլ տան, որ գործը սկսի դատաքննության փուլ անցնել եւ իրենք իր բոլոր հարցադրումները ներկայացնեն։ Բոլոր միջնորդությունները, որոնք դուք վկայակոչել եք դատարանի կողմից, որտեղ վարույթն իրականացնող մարմինը դատարանն է, որոշումներ կայացվել են, մերժվել են, ինձնից լավ գիտեք, եւ որևէ մեղադրյալի հարցադրում ես չեմ պատկերացնում, որ ազգային ժողովում պիտի քննարկվի։ Մեղադրյալի հարցադրումները քննարկվում են դատաքննության ընթացքում։ Կյանքը ցույց է տալիս, որ շատ հաճախ այդ մեղադրյալները չեն ուզում, որ գործը հասնի դատաքննության, որովհետեւ չեն ուզում, որ ապացույցները դատարանում հետազոտվի։ Դրա օրինակները կան, դրանք վատ օրինակներ են։ Նշում եք անչափահասի մասին, լավ է, որ ձեր սիրտը անչափահասի համար ցավում է, բայց գիտեք հիմա գործը որտեղ է, որ փուլում է, խափանման միջոցի վերաբերյալ որոշում երբ է կայացվել, թե էլ հետաքրքիր չի։
Ինչի՞ էլ օրինակ այդ նույն ջանասիրությամբ ձեր փաստաբանները չեն զբաղվում այդ գործով։ Օրինակ, ինչի չգիտեք, որ մարդու վերաբերյալ արդեն գործը ուղարկված է դատարան։ Չգիտեք ինչի, որովհետև ձեզ այդ հետաքրքիր չի այլևս։ Որովհետև այն պահից, երբ որ կալանքի վերաբերյալ որոշումը կայացվեց դատախազության կողմից, ինձ համար ակնհայտ էր, որ հիասթափություն ալնելու ձեր կողմից։ Իսկ դատախազությունը օր առաջ վարույթով նախաքննությունն ավարտեց, օր առաջ խափանման միջոցը փոխեց եւ ուղարկեց դատարան։ Դե համար մնացած բոլորը ինչ որ դուք ասում եք։ Ես ես կառաջարկեմ, օրինակ, անջատված մաս ունենք։ Գնաք դատար, գնաք նախաքննական մարմին, ասեք ուզում եմ ցուցմունք տամ։ Ստորագրեք սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին ու ասեք այս ամեն ինչ որ ասում եք։ Հեշտ է գալ ելույթներ ունենալ։ Ու ինձ փորձել ներքաշել այդ դիալոգի մեջ չի ստացվելու։ Ոչ վիրավորելու եմ, ոչ էլ համբերությունից դուրս եմ գալու։ Ուրիշ մեթոդ կտեք։ Արձագանք։ Տիկին Վարդապետյան, դուք եք մեզ վիրավորել։ Դուք մեզ վիրավորել եք սուտ տեղեկություններ տալ։ Դուք Սարգսյան Արտուրի խայտարակ եք արել, չեք վիրավորել։ Հիմա բանա, դուք չեք, ես օրակարգ եմ պարտադրում։ Մեր Սարգսյան Արտուրի հեղինակության հետ է քաղացել։ Բաքրատ Սրբազանի հեղինակության հետ է քաղացել, որ ԿՊ պատգամավորներ իրար հերթ չտալով ելնում էին, բայց Սրբազանն ասել է, հեսա 2-3 հոգի գյուլելու ենք։ Հանրայինի եթերում կարդացել եմ ամբողջ այդ գաղտնալսումը, որը պարզում է, որ սուտ է այդ եղել։ Հիմա դատաքննության հետ կապված մի հատ եկեք դատարան, տեսեք, այնտեղ ժամանակ շահելու հարց չկա, 18 արդարի տարեր նստացրել եք դատարանի դահլիճում ու ասում եք շատ արագ, հա շատ արագ, իրանք են ամենաշահագրգիռը, որ դատաքննությունը այդ փաստերը մեջտեղ գան, որտեղ կպարզվի, որ քննչական մարմինները կեղծիք են արել, տոտալ գաղտնալսել են, մոնտաժել են, հազարավոր ժամեր մոնտաժած, բերել դուք էլ ազգային ժողովի ամբիոնից ԿՊ-ին համոզել եք, որ Սարգսյան Արտուրին պետքա կալանավորել, որովհետև Սարգսյան Արտուրը ինչ որ երկաթի աստղիկներով որոշել է անիվները ծագել, որը պարզվա, որ սուտ է, ջուր։ Խնդրեմ տիկին դատախազ։ Առաջարկում եմ ամեն դեպքում մեթոդը փոխեք, պարոն Մանուկյան, դուք դատարան չեք, դուք դատավոր չեք, հիմա ինչ տոնայնությամբ ասեք, ինչ բարձրությամբ գոռակ, ինչ տոնով իմ հետ խոսեք, վիրավորեք, փորձեք կպնել իմ անջատեք, խնդրեմ պարոն Մանուկյան։ Դրանից ձեր ասածը ճիշտ չի դառնում։ Կամ մի մարմին, որը գնահատական է տալիս, դա դատարանն է։ Հրապարակային դատալսումներ են։ Ասում եմ, բան ունեք ասելու, գնացեք ստորագրեք ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության տեղեկացման մասին ու ասեք այդ ամեն ինչը գրավոր որպես վկա։ Ո՞վ է ձեզ խանգարում։ Ոչ մեկ։ Որ մեթոդը փոխեք, խնդրում եմ։ Պարոն Մանուկյան, դիալոգի չենք վերացում։ Պարոն Մանուկյան, եթե ելույթ ունեք, ելույթով կանդրադառնաք։ Շատ լավ։